Պարոն Հակոբյան, այս տակտմերների մասով ոնց որ թե այս գլոբալ տաքացումը նպաստելու է, որ դուք անդադ թերակատարեք, հա, ամեն տարի ավելի քիչ կատարեք, չէ՞։ Ոնց որ բանա վերանայումների կարիք կա, բայց սա որպես միջանկյալ հումոր։ Այս ձեր ասացի վերջին դիտարկման հետ համաձայն եմ, այս նաև հրապարակային կուզեի ասեի, որ մենք հանձնաժողովում քննարկում ենք այդ հարցը եւ ճիշտն ասած այս վերջերս մի միջազգային կոնֆերանսի եմ մասնակցում ու նայեցի շուրջ բոլորս, հետո նայեցի լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ցանկը, այն երկրները, որոնք ներկայացված էին, մեջներից ամենաազատը Հայաստանն էր, իսկ թվում է պետք է ինչ-որ կերպ կարգավորել եւ դա ոնց որ այդքան էլ կենսամակարդակի մասին չի խոսում, որովհետեւ շատ ավելի զարգացած երկրներ կային, շատ ավելի բարձր կենսամակարդակով եւ շատ ավելի ժողովրդավար եւ այլ չափորոշիչներով Հայաստանից բարենպաստ դիրքերում գտնող երկրներ, որոնք ոնց որ ավելի ներքև են գտնվում այդ բանի մեծազատության տրամաբանության մեջ եւ այդ հիբրիդային պատերազմների վտանգները հնարավոր է կառավարել միայն զգուշորեն կարգավորելով ոլորտը, ոչ շատ կոպիտ միջամտությամբ եւ մի հարց ունեմ ձեզ, պարոն Հակոբյան, ձեր ընթացքում գտնվող դատական գործերից եւ այդ բողոքարկումներից, բան այդ ինչ կա էլի մենք ոնց որ բանի էպոպեայի նման ամեն հանդիպելուց հարցում եմ ուր հասավ ձեր դատական գործերը, հիմա եթե նոր բան կա ասելու։ Քանակը պակասեց, որովհետեւ մենք այն դատական հայցերը մեր դեն, որոնք մեր համար սկզբունքային են, մենք հաղթեցինք մեծ մասը, դա արդյունք էր նաև նրա, որ այս հաճախ դատական ակտերը մեր դեմ ներկայացվող նաև կոփեցին մեր իրավական ծառայությունը, մենք իսկապես երբ որ սկսում էր այս աշխատանքները, մենք պատրաստ չենք այդպիսի մեծ քանակի դատական հայցերի եւ եթե ես այս թիվը բերել եմ, եթե 2011-ից երբ որ լիցենզավորման առաջին մրցույթները եղան թվային մուլտիպլեքսի համար, մինչև 2018 թիվը հանձնաժողովի դեմ ներկայացվել է ընդամենը 3 դատական հայց, ընդամենը 3, ապա 18-ից մինչև հիմա, եթե այս վերջի բանը հաշվենք, 74 այս 7 ընթացքում, 7 տարվա ընթացքում 74 դատական հայց է եղել, երկու սկզբունքային է մնացել, որը ձգձգվում է պատճառների մասին։ Սկսել են հավատալ իրավապահ համակարգին։ Եվ սկսեցին հավատալ, եւ մենք սկսեցինք ավելի ճիշտ աշխատել, եւ ես կարծում եմ նաեւ կարեւոր է, որ դատական հայցերը մանավանդ վերջի 2 տարվա մեջ պակասեցին, որովհետեւ ուզում եմ հավատալ, որ նաև հեռարձակողների մոտ վստահությունը մեծանում է մեր աշխատանքների վերաբերյալ եւ նրանք բողոքարկելու որևէ առիթ չեն տեսնում, բայց ձեր տնտեսնելու, եթե թույլ կտաք, առիթից օգտվեմ, այդ գումարներ տնտեսնելու խնդիրը մի այլ նաև թեմա հիշեցրեց ինձ, տեսեք, գրեթե բոլոր կարգավորող մարմինները, որոնց աշխատանքների հետ ծանոթ եմ, իրենց ֆինանսական անկախությունը նաև ապահովում է օրենքային կետերով, որ չծախսված գումարները, որը տնտեսել է հանձնաժողովը, կարգավորող մարմինը, դա տեղափոխվում է մյուս տարի, եւ այդպիսով ստացվում է կուտակել եւ կախված չլիներ գործադիր իշխանության, այսպես ասած, կմահաճույքից, որտեղ եթե ինչ-որ բան դուրս չգա, ընդհանրապես ֆինանսավորում կարան այս կամ այն միջոցառման համար չհատկացնեն եւ դա ինչ-որ չափով ապահովում է կարգավորող մարմնի ֆինանսական անկախությունը։ Իմիջիայլոց, որ արդեն իրենց ռեփորթում, իրենց հաղորդման մեջ եվրոպական էքսպերտները, որոնք գալիս են Հայաստան, մեր անկախ չլինելու պարագան կասկածի տակ չդնելով, միայն կասկածի տակ են դնում մեր ֆինանսական անկախությունը, սա էլ ես կարծում եմ հետագա մեր բանակցությունների կամ համատեղ աշխատելու արդյունքը պետք լինի, որպեսզի մեր ինքնուրույն աշխատանքը ապահովված լինի նաև ֆինանսական հոսքերով, ոչ թե քանակով, այդ ֆինանսական միջոցները օգտագործելու ազատությամբ, սա որպես առիթ ասեցի։